Օմեպրազոլ ամենաշատ օգտագործվող, բայց նաև ամենաշատ չարաշահվող դեղերից մեկը։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի դեղի մասին, որը Հայաստանում կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր տնային դեղատուփում։ Խոսքը օմեպրազոլի մասին է։ Շատ մարդիկ այն օգտագործում են այրոցի, ստամոքսի ցավերի, ծանր սնվելուց հետո կամ պարզապես կանխարգելիչ նպատակով, առանց բժշկի նշանակման։ Բայց արդյոք օմեպրազոլը այնքան անվնաս է, որքան թվում է։ Օմեպրազոլը պատկանում է պրոտոնային պոմպի ինհիբիտորների խմբին։ Այն նվազեցնում է ստամոքսում աղաթթվի արտադրությունը և հանդիսանում է իր դասի մեջ առաջին և ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։ Նույն խմբին են պատկանում նաև պանտոպրազոլը, էզոմեպրազոլը, լանսոպրազոլը, ռաբեպրազոլը։ Օմեպրազոլը կիրառվում է գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս հիվանդության դեպքում, ստամոքսի և 12 մատնյա աղվի խոցերի բուժման համար, հելիկոբակտեր պիլորիի էրադիկացիայի սխեմաներում, որոշ ցավազրկողների, օրինակ ոչ ստերոիդային հակաբորբոքայինների պատճառով առաջացած խոցերի կանխարգելման համար։ Այսինքն, այն նախատեսված է կոնկրետ հիվանդությունների բուժման համար, այլ ոչ թե ցանկացած տեսակ ստամոքսային անհարմարության ժամանակ։ Մեր երկրում Հայաստանում բավական հաճախ կիրառելի է և կարելի է լսել այրոց ունեմ, օմեպրազոլ կխմեմ, ծանր սնունդ եմ կերել, օմեպրազոլ եմ խմում, մի ամիս է արդեն ամեն օր օմեպրազոլ եմ խմում, որ ստամոքսս չցավի արտահայտությունները։ Սակայն համաշխարհային պրակտիկայում օմեպրազոլի երկարատև կիրառումը սովորաբար հիմնավորվում է հստակ ցուցումներով և պարբերաբար վերագնահատվում է արդյոք պացիենտը դեռ կարիք ունի այդ դեղի, թե ոչ, իհարկե բժշկի կողմից։ Շատերը կարծում են, որ օմեպրազոլը գործում է անմիջապես, իրականում այն չի աշխատում հակաթթվային միջոցների պես։ Լիարժեք ազդեցություն ստանալու համար կարող է զարգանալ մի քանի օրվա ընթացքում, որոշ դեպքերում մինչև մի քանի շաբաթ։ Եթե ձեզ անհրաժեշտ է արագ ազդեցություն այրոցի ժամանակ, հաճախ օգտագործվում են այլ միջոցներ, ալգինատներ կամ հակաթթվային պատրաստուկներ, որոնք են երկարատև օգտագործման ռիսկերը։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է, որը պետք է պարզենք։ Օմեպրազոլը համարվում է արդյունավետ ընդհանուր առմամբ անվտանգ դեղ, սակայն տարիներով կամ ամիսներով այն ինքնուրույն կիրառվելու դեպքում կարող է կապված լինել որոշակի ռիսկերի հետ։ Օրինակ, կարող է առաջանալ վիտամին B12-ի պակաս, մագնեզիումի պակաս, երկաթի ներծծման խանգարումներ, աղիքային որոշ վարակների ռիսկերի բարձրացում, ոսկրերի կոտրվածքների ռիսկի փոքր աճ երկարատև օգտագործման դեպքում։ Սակայն սա չի նշանակում, որ յուրաքանչյուր պացիենտի մոտ այս խնդիրները կարող են առաջանալ, բայց երկարատև կիրառումը անհրաժեշտ է բժշկական հսկողությամբ, որ դեղերի հետ չի կարելի համատեղել։ Սա շատ կարևոր հարց է։ Ամենահայտնի փոխազդեցությունը կլոպիդոգրիլ դեղի հետ է։ Օմեպրազոլը կարող է նվազեցնել նրա հակաթրոմբոցիտային ազդեցությունը, ինչի պատճառով եվրոպական և բրիտանական ուղեցույցները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում նրանց իրար հետ չզուգակցել և խուսափել այդ համակցությունից։ Նման իրավիճակներում հաճախ նախընտրում են պանտոպրազոլ։ Օմեպրազոլը կարող է նաև ազդել վարֆարինի նյութափոխանակության վրա, ուստի պահանջվում է վերահսկողություն։ Բարձր դեղաչափերով մետոտրեքսատի հետ համակցումը կարող է մեծացնել թունավորման ռիսկը։ Ուստի եթե դուք մշտապես ընդունում եք որևէ այլ դեղամիջոց, օմեպրազոլը սկսելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի կամ գոնե թե դեղագետի հետ։ Վերջին տարիներին աշխարհում ակտիվորեն քննարկվում է օմեպրազոլի շարքի դեղերի գերբուժման խնդիրը։ Բազմաթիվ պացիենտներ շարունակում են տարիներով ընդունել օմեպրազոլ կամ նմանատիպ դեղեր առանց հստակ ցուցումների։ Այդ պատճառով միջազգային գաստրոենտերոլոգիական կազմակերպությունները խորհուրդ են տալիս պարբերաբար գնահատել բուժման անհրաժեշտությունը և հնարավորության դեպքում բնականաբար օգտագործել նվազագույն արդյունավետ դեղաչափը
կամ ընդհանրապես դադարեցնել բուժումը, եթե դրա կարիքը այլևս չկա։ Կարևոր է իմանալ, եթե օմեպրազոլը երկար ժամանակ ընդունելուց հետո հանկարծ դադարեցնել միանգամից, այն կարող է առաջացնել այսպես կոչված rebound երևույթը։ Ստամոքսը սկսում է ժամանակավորապես ավելի շատ թթու արտադրել, քան կիրառման ժամանակ, եւ պացիենտը կարծում է, թե հիվանդությունը ավելի է վատացել։ Հենց այդ պատճառով որոշ դեպքերում դեղի դադարեցումը կատարվում է պարբերաբար բժշկի հստակ հսկողության ներքո։ Օմեպրազոլը շատ արդյունավետ դեղ է, որը միլիոնավոր մարդկանց օգնում է ամբողջ աշխարհում, սակայն այն վիտամին չէ եւ նախատեսված չէ անվերջ օգտագործման կամ ինքնաբուժման համար։ Եթե այրոցը կամ ստամոքսային այդ ձեր գանգատները կրկնվում են շաբաթներով, ամիսներով, լավագույն լուծումը հերթական օմեպրազոլի տուփ գները չէ, այլ պարզել պատճառը եւ դիմել բժշկի։ Գրեք մեկնաբանություններում, երբևէ օգտագործել եք օմեպրազոլ եւ որքան ժամանակ եք այն կիրառել։ Շնորհակալություն դիտելու համար։ Առողջ եղեք։